Անդրանիկ Օզանյան, պատմություն մեկ րոպեում։ Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում, արհեստավորների ընտանիքում։ Վաղ տարիքում մորը կորցնելով, նա բախվել է կորստի և անարդարության հետ, բայց որոշել է պայքարել իր ժողովրդի համար։ Անդրանիկը դարձել է ֆիդայի, պաշտպանել է հայկական գյուղերը բռնությունից, մասնակցել է Սասունի ապստամբություններին և արագորեն հռչակ ձեռք բերել որպես քաջարի և վճռական հրամանատար։ Հայերի համար նա դարձել է դիմադրության և պատվիի խորհրդանիշ։ Բալկանյան պատերազմների և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա հրամանատարել է Օսմանյան կայսրության դեմ կռվող հայկական կամավորական ջոկատներին։ Նրա անունը լեգենդար է դարձել, իսկ հեղինակությունը՝ հսկայական։ Մերժելով քաղաքական փոխզիջումները, Անդրանիկը իր վերջին տարիներն անցկացրել է աքսորում և մահացել 1927 թվականին Միացյալ Նահանգներում։ Նա պատմության մեջ մտավ որպես մի մարդ, ով իր կյանքը նվիրեց Հայաստանի ազատության և արժանապատվության համար պայքարին։